այսպես եկեք միասին շարունակենք տեխնիկայի խնդիրների դիտարկում։ Հիմա դիտարկենք հետևյալ հետաքրքիր խնդիրը։ Կա 80 գրամ 25% աղի լուծույթ։ Հիմա առաջին հարցը, քանի գրամ է աղի զանգվածը այդ լուծույթով, քանի որ սա 25%, այսինքն 80-ի 25%-ը կազմում է աղ։ Հետևաբար 80-ը բազմապատկվում է 25 100-երորդով, այսպես հաշվում միակ 25%, սա իր հերթին հավասար է։ Ու այստեղ լինում է 4, 84-ի հավասար է 20, այսինքն 20 գրամը կազմում է սրանից աղը։ Երկրորդ հարցը, քանի տոկոս աղ է պարունակում այդ լուծույթի 40 գրամը, քանի որ լուծույթը ընդհանուր առմամբ 25%-անոց աղի լուծույթ, ապա իր կամական գրամ պարունակում է 25%, հետևաբար 25%-ը պարունակելու էլի աղը։ Հաջորդ հարցը նայենք, սա երրորդ պետք է լինի, քանի գրամ մաքուր աղ է պետք ավելացնել այդ լուծույթին, որպեսզի նրանում ջրի եւ աղի զանգվածները հավասարվեն։ Հիմա տեսեք, իմ նպատակը ո՞րն է։ Ես ունեմ 80 գրամ լուծույթ, հա, որի 25%-ը կազմում է աղ, այսինքն 80 անգամ 25, սա 25%-ը կազմում է աղ։ Գումարած, նույնիսկ կարող բաժանում 100-ի, այսպես գրեմ, լավ։ Գումարած։ Հիմա ես ուզում եմ գտնեմ, թե քանի գրամ մաքուր աղ պետք է հավելացնեմ։ Մաքուր աղը նշանակում եմ x-ով։ Այդ աղը 100%-անոց է լինում, այսինքն 100 բաժանած 100-ի, չէ, 100%-անոց է։ Սա պետք է հավասար լինի ինչ։ 80-ը ունեմ, գումարած x-ը սա ասում եմ, այդ աղն է, որ ավելացնում եմ։ Եվ սա պետք է ստացվի 50%-անոց լուծույթ, այսինքն 50 100-երորդ։ Այստեղ 100-ները կրճատվում են, մաքրան։ Պետք է այստեղից գտնեմ x-ը, որ հասկանամ, քանի գրամը պետք է ավելացնել։ 100-ները կրճատում են, ստանում ենք ինչ։ 80 անգամ 25 գումարած 100x-ը հավասար է։ Ու այստեղ գրեմ 80 անգամ 50, այսինքն 4000 գումարած 50x։ X-երը մի կողմ, թվերը մի կողմ, այստեղ ստացվում է 50x-ը հավասար է 4000 հանած 80 անգամ 25-ն էլ ըստ էության կտա 2000։ Այսպես, այսինքն 50x-ը հավասար է 2000-ի, հետաբար x-ը հավասար է 40։ Այսինքն 40 գրամ մաքուր աղա պետք ավելացնել, որպեսզի ստանամ 50% լուծույթ, որի 50%-ը աղա, այսինքն 50% աղի լուծույթ։ Լավ, եւ դիտարկենք 4-րդ խնդիրը, քանի գրամ ջուր է պետք գոլորշիացնել այդ լուծույթից, որպեսզի աղի պարունակությունը դառնա 80%։ Okay, այս պահին նայեք, մենք ունենք 80 գրամանոց լուծույթ, որի 25%-ը, այսինքն 25 100-երորդը, հա, այսպես գրած, կազմում է ինչ։ Կազմում է աղ։ Հիմա ես սրանից պետք է գոլորշիացնեմ մաքուր ջուր։ Այսինքն մաքուր ջրի մեջ աղի բանը տոկոսը 0 է, չէ։ Այսինքն x անգամ 0 բաժանած 100, այո, իմաստալից սա 0 է, բայց սա գրենք, որպեսզի կարողանանք հավասարությունը ճիշտ կազմել, հա։ X-ը դա լուծույթն է, որը որ գոլորշիացնելու է, իսկ քանի որ գոլորշիացնելու մաքուր ջուր, նշանակում է աղը 0%-ը։ Սա պետք է հավասար լինի 80 հանած x, որտեղ միամիջից գոլորշիացնում եմ, եւ պետք է ստանամ 80%-ան լուծույթ, այսինքն 80 100-երորդ։ Այսա։ Սա պետք է լուծենք, էլի 100-ները արանք անտեսենք, ստե ստացվում է 2000 հանած, նո հանած ոչ շման x անգամ 0 է, այսինքն 2000 հավասար է 80 անգամ 80-ը 6400 հանած 80x, 80x-ը գնաց աջ կողմ, ձախ կողմ 80x-ը հավասար է, այս եկավ այս կողմ, այսինքն ստացվում է 4400։ Հետաբար x-ը հավասար է 4400-ն բաժանած 80-ի։ Եվ այստեղից էլ x-ը համապատասխանաբար հավասար է 55։ Այսինքն 55 գրամ մաքուր ջուր պետք է գոլորշիացնել, այսքանը։ Վերջ ընկերներ, այսքան էլ այս խնդրի հետ կապված, եթե հարցեր ունեք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տալիս այդ վիդեո կուրսերը, որպեսզի կարողանաք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։